ՔՊԱ-ական կառավարիչները հայ ժողովրդի պարանոցին են փաթաթել ահռելի թվերի հասնող պետական պարտք։ Ամենաթարմ տվյալներով նախորդ տարվա 2024-ի դեկտեմբերի 31-ի տվյալներով պետական պարտքը 12 միլիարդ 842 միլիոն դոլար է կազմում, որից ներքին պարտքը 6 միլիարդ 388 միլիոն դոլար է, արտաքինը 6 միլիարդ 454 միլիոն։ Սա նշանակում է, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքը աճել է 6.2%-ով։ Տարեսկզբին, երբ պետական պարտքի մասին խոսակցությունները կրկին բավականին տաք քննարկվում էին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որոշեց մանիպուլյացիայի դիմել։ Կարճ տեսանյութ հրապարակեց, ասելով, թե մեր արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, այլ 5 միլիարդ 962 միլիոն դոլար։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է, կրկնում եմ, 5 միլիարդ 962 միլիոն դոլար։ Չնայած Պապոյանը ուրիշներին է մեղադրում մարդկանց մանիպուլացնելու մեջ, բայց եկեք ինքներս չտրվենք նախարարի բառախաղերին եւ անհարկի ինքնավստահությանը։ Գևորգ Պապոյանը շեշտում է արտաքին պարտքի չափը, իսկ արտաքին պարտքը, սիրելի անտեղյակ հայրենակիցներ, պետական պարտքի միայն մի մասն է։ Գոյություն ունի նաեւ ներքին պարտք, որոնց չափերի մասին սկզբում արդեն նշել ենք։ Երիտասարդ նախարար Պապոյանը երևի դեռ չի հասցրել ծանոթանալ պետական պարտքի ամբողջ կառուցվածքին կամ էլ իրականում քաղաքացիների հետ անկեղծ լինելը այս իշխանության որևէ անդամի համար ձեռնտու չէ։ Իդեպ, պետական պարտքի հետ կապված էլ ինչպես մյուս բոլոր հարցերում, այս հարցում եւս ընդդիմադիր падգամավոր Փաշինյանի ու վարչապետ Փաշինյանի տեսակետները այդպես էլ չեն համընկնում։ Հիշեցնենք, ընդդիմադիր Փաշինյանը դեռ 2016 թվականին խոստացել էր ժողովրդին Հայաստանի վարչապետ դառնալուն պես նվազեցնել Հայաստանի արտաքին պարտքը, ասելով, թե իրենց համար կարևորագույն խնդիր է Հայաստանի արտաքին պետական պարտքի բարձր շեմը, ինչը դեռ 16-ին հատել էր 5 միլիարդ դոլարի սահմանագիծը։ Սակայն երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, պետական պարտքը մի քանի անգամ բազմապատկվեց, այդպես էլ չնվազեց, ինչպես խոստացվել էր։ 5 միլիարդը քննադատող Փաշինյանը այսօր իրեն ընտրած քաղաքացիներին հորդորում է չվախենալ պետական պարտքից։ Դե ըստ Փաշինյանի, մենք փողի խնդիր չունենք։ Պարտքից պետք չի վախենալ։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ միայն փողի խնդրեմ չունի, այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի այդ փողը արդյունավետ ծախսելու խնդրեմ։ Ըստ էության Փաշինյանն ու իր ընտանիքը փողի խնդիր չունեն, բայց փողի խնդիր ունեն Հայաստանի սովորական քաղաքացիները, որոնց համար հարկերն են ավելացել, առաջնային պարենային ապրանքներն են թանկացել եւ մեր սերունդների ուսերին ամեն օր ավելանում է պետական պարտքի ծանր բեռը։